Դուք դիտում եք Ադրբեջանի եւ Հարավային Կովկասի տարածաշրջանի գլխավոր լուրերը CBC-ի հայկական ծառայության ալիքում։ Բաժանորդագրվեք մեր ալիքին Ադրբեջանում եւ նրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններին իրազեկ լինելու համար։ Այսօր մայիսի 6-ն է, օրվա կարևոր լուրերը CBC-ի հայկական ծառայության եթերում։ Բաքուն եւ Բրյուսելը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Ադրբեջանն ու Հայաստանը երկկողմ բանակցություններ են վարում առանց երրորդ կողմի միջամտության։ ՍԱՀ 2026 պաշտպանական ցուցահանդեսում Ադրբեջանը քննարկել է գործընկերության նոր ոլորտներ։ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է Եվրոպական միության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասի գլխավորած պատվիրակությանը։ Զրույցի ընթացքում Կալլասը նշել է, որ Ադրբեջանը Եվրոպական միության կարևոր գործընկերն է։ Նախագահ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ Եվրամիությունը Ադրբեջանի հիմնական առևտրային գործընկերներից մեկն է եւ որ Ադրբեջանը միշտ եղել է հուսալի գործընկեր էներգետիկ անվտանգության առումով։ Զրույցի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության գործընթացը։ Ընդգծվել է Ադրբեջանի ձեռնարկած քայլերի կարևորությունը խաղաղության օրակարգը առաջ մղելու ուղղությամբ։ Նշվել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև արդեն իսկ հաստատվել են առևտրատնտեսական կապեր, եւ այս համատեքստում ընդգծվել է, որ Ադրբեջանը միակողմանիորեն վերացրել է դեպի Հայաստան տարանցիկ բեռների սահմանափակումները։ Ադրբեջանի նախագահի մասնակցությունը տեսակոնֆերանսի միջոցով Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին գնահատվել է որպես պատմական իրադարձություն։ Կողմերը քննարկել են Ադրբեջանի եւ Եվրոպական միության միջև համագործակցության հեռանկարները, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը եւ առաջին տիկին Մեհրիբան Ալիևան Բաքվի ցուցահանդեսային կենտրոնում ծանոթացել են Caspian Agro Week ադրբեջանական միջազգային գյուղատնտեսական 19-րդ ցուցահանդեսին եւ Interfood Azerbaijan սննդի արտոնաբերության 31-րդ միջազգային ցուցահանդեսին։ Գյուղատնտեսության նախարար Մաջնուն Մամեդովը պետության ղեկավարին տեղեկացրել է ցուցահանդեսների մասին։ Նշվել է, որ այս տարի ցուցահանդեսների մասնակցում է 45 երկրներից 447 ընկերություն։ Ազգային տաղավարներ ունեն նաեւ Գերմանիան, Բրազիլիան, Հարավային Կորեան, Վրաստանը, Իտալիան, Նիդերլանդները եւ այլն։ Caspian Agro Week ցուցահանդեսում ներկայացվել են գյուղատնտեսական մեխանաներ, օբյեկտներ եւ սարքավորումներ, ռոռոկման համակարգեր, փաթաթավորում եւ լոգիստիկա։ Այնուհետեւ պետության ղեկավար եւ առաջին տիկինը Բաքվի ցուցահանդեսային կենտրոնի բակում դիտել են տարբեր երկրների ընկերությունների գյուղատնտեսական տեխնիկան։ Տարածաշրջանի խոշորագույն գյուղատնտեսական եւ սննդի արտոնաբերության այս ցուցահանդեսները կարևոր հարթակ են միջազգային համագործակցության եւ նոր գործարար կապերի հաստատման համար։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության գործընթացը բացում է նոր ռազմավարական հնարավորություններ եւ ամրապնդում Հարավային Կովկասի դերը որպես Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի միջև հիմնական կապող օղակ։ Այս մասին հայտարարել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն Երևանյան երկխոսություն 2026 համաժողովում։ Նա նշել է, որ Վաշինգտոնի գագաթնաժողովից հետո ի հայտ եկած նոր դինամիկան տարածաշրջանին լրացուցիչ նշանակություն է հաղորդում, այդ թվում մերձավոր Արևելքի հետ համագործակցության համատեքստում։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը իսկապես աներևակայելիորեն հզոր գործընթաց էր, որում հնարավոր է, որ արտաքին խաղացողները կարևոր աջակցություն են ցուցաբերել, բայց ի վերջո կարծում եմ որոշիչ գործոնը երկու մայրաքաղաքների պատասխանատվությունն էր։ Եվ այս առումով մենք կուզենայինք լինել արդար գործընկերներ այն իմաստով, որ օրակարգը հստակ սահմանված լինի տարածաշրջանային խաղացողների կողմից եւ մենք աջակցենք դրան այնտեղ, որտեղ այն օգտակար եւ անհրաժեշտ է, ասել է նա։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության գործընթացը նոր հնարավորություններ է բացում Հարավային Կովկասի համար։
Երևանյան երկխոսություն 2026 միջազգային կոնֆերանսում ասել է Խաղաղության կամուրջ նախաձեռնության համակարգող Հարավային Կովկասի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովը։ Նա նշել է, որ 2025 թվականի օգոստոսին երկու երկրները Վաշինգտոնում համաձայնության են եկել խաղաղության օրակարգի եւ խաղաղությանն ուղղված քայլերի հաջորդականության շուրջ։ Սա պայմաններ է ստեղծում Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման, Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման եւ հաղորդակցությունների բացման համար, ասել է նա։ Փորձագետը հավելել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը երկկողմ բանակցություններ են վարում առանց երրորդ կողմի միջամտության։ Նա նշել է, որ սա առաջընթաց է, որը թույլ է տալիս լուծել բարդ խնդիրներ եւ քիչ տեղ է թողնում արտաքին մանիպուլյացիաների համար այլ դերակատարների կողմից։ Երևանում ընթացող Երևանյան երկխոսություն 2026 միջազգային կոնֆերանսին մասնակցում են Ադրբեջանից եւս երկու փորձագետներ՝ Ռուսիֆ Հուսեյնովը եւ Զաուր Շիրիևը։ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Վուգար Մուստաֆայևը մի շարք հանդիպումներ է ունեցել Ստամբուլում անցկացվող ՍԱՀ 2026 5-րդ միջազգային պաշտպանական եւ ավիատիեզերական ցուցահանդեսի շրջանակներում։ Մասնավորապես նախարարը հանդիպել է Նիգերիայի պաշտպանության նախարար Բելլո Մոհամեդ Մարտավալեի, Վրաստանի պաշտպանության նախարարության պաշտպանական ուժերի հրամանատարի տեղակալ Զազը Չխայիձեի, Իտալիայի պաշտպանության նախարարության ազգային սպառազինության ազգային տնօրեն Ջաջինտո Օտավյանյայի, Ուզբեկիստանի պաշտպանական արդյունաբերության գործակալության առաջին փոխտնօրեն Ազիզ Իգամնազարովի, Ճապոնիայի պաշտպանական սարքավորումների համագործակցության գործակալության խորհրդական Հիդեկի Ֆուկավայի եւ ամերիկյան Jones Group ընկերության եվրոպական մասնաճյուղի գլխավոր տնօրեն Ֆիլիպ Ստյուարտի հետ։ Հանդիպումների ընթացքում մանրամասն վերլուծվել է պաշտպանական արդյունաբերության ոլորտում առկա համագործակցության կարգավիճակը։ Քննարկվել են նաև գործընկերության նոր ոլորտներ, այդ թվում ժամանակակից եւ նորարարական տեխնոլոգիաների ներդրումը եւ գիտահետազոտական ոլորտում համագործակցության ամրապնդումը։ Կողմերը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության գիտահետազոտական կենտրոնը Ստամբուլում անցկացվող ՍԱՀ Էքսպո 2026 միջազգային պաշտպանական ավիացիոն եւ տիեզերական արտադրության ցուցահանդեսում ներկայացրել է Yıldırım-Han միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը, հաղորդում է Անադոլուն։ Հրթիռն ունի 6000 կիլոմետր թռիչքի նշված շարավիղ եւ կարող է զարգացնել 25 մախ արագություն։ Այն որպես վառելիք օգտագործում է հեղուկ ազոտի տետրօքսիդ։ Հրթիռն ունի 4 շարժիչ։ Մեր ալիքի տեղեկատվական գործընկերն է Երևան տեղեկատվական վերլուծական կենտրոնը։ Ադրբեջանցի եւ արտասահմանյան հեղինակների արդի վերլուծական նյութեր, հարցազրույցներ եւ հրապարակումներ, տարածաշրջանի պատմության, այսօրվա իրողությունների, ինչպես նաեւ ազգամիջյանական մարտությունների պատճառների եւ հետևանքների վերաբերյալ։ Բոլոր այս նյութերին դուք կարող եք ծանոթանալ այցելելով կենտրոնի Երևանասկոմ կայքի Facebook-յան էջը։ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվեց Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, համախմբելով գրեթե ողջ եվրոպական քաղաքական էլիտան։ Գագաթնաժողովին տեսակապով միացավ նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Քննարկման առանցքում էին ամենազգայուն եւ վճռորոշ հարցերը՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը, տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը եւ միջազգային խաղաղության հեռանկարները։ Այս ֆոնին գլխավոր հարցը մնում է բաց՝ ինչ սպասումներ եւ մտահոգություններ ունեն Հայաստանի քաղաքացիները։ Տեղի լրագրողները փորձել են ստանալ այս հարցերի պատասխանները։ Փաշինյանը խելացի բաներ, լավ բաներ շատ անում։ Հույս ունեմ մի քիչ ավելի կամերապնդի խաղաղությունը։
Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած ողջամիտ քաղաքականությունը տալիս է իր արդյունքները, նպաստելով խաղաղության ամրապնդմանը։ Այս մասին է վկայում Երևանում անցկացվելիք Երևանյան երկխոսություն 2026 միջազգային կոնֆերանսը, որը համախմբել է տարածաշրջանային եւ միջազգային փորձագիտական շրջանակներին։ Մասնակիցների թվում են նաեւ Ադրբեջանի ժամանած Հարավային Կովկասի ուսումնասիրությունների կենտրոնների տնօրեն Ֆարհադ Մամեդովը, ինչպես նաեւ փորձագետներ Ռուսիֆ Հուսեյնովը եւ Զաուր Շիրիևը։ Իր ելույթում Ֆարհադ Մամեդովը նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը բացում է նոր հնարավորություններ ամբողջ Հարավային Կովկասի համար։ Մինչդեռ Երևանում հնչում են նաեւ հասարակության ձայները։ Քաղաքացիները խոսում են խաղաղության անհրաժեշտության մասին, ընդգծելով դրա կենսական նշանակությունը տարածաշրջանի ապագայի համար։ Մեր վարչապետը ի վերջո շատ բաների միջով անցնելով ի վերջո հասավ նրան, որ եվրոպական երկրները նախ մեզ աջակցեցին թե խաղաղության հարցում, ճիշտ է, Ամերիկան, Վաշինգտոնը նախապայմանագիրը այնտեղ կնքեցին։ Արդեն ինքը դիմեց այն քայլին, որ ապահովագրի սահմանում ոչ մի զինվոր չի մահանում, մեր թորները վաղը մյուս օր եւ այլը, արդեն ես տեսնում եմ, որ ապագամ ունենք։ Քաղաքացիների շրջանում հնչում են նաև տեսակետներ, ըստ որոնց երկրի կայուն եւ խաղաղ ապագան Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերություններում կախված է եվրոպական երկրների եւ արևմուտքի աջակցությունից։ Նրանք պնդում են, որ նախկին նախագահները գործել են Ռուսաստանի ազդեցության ներքո եւ կտրականապես դեմ են նրանց հնարավոր վերադարձին իշխանության։ Փաշինյանը երբեք չի ուզում ուզում է որ միշտ հարաբերությունները լավ մնան։ Սերժը, Քոչը, Սերժը իրանց Պուտինի շունիկներն էին, շունիկ, են ջեբի շուն որ կա, էտա։ Են իրեք նախագահին, հա, ինչ է նրանք արել, բացի սպանելուց, թալանելուց, ես ոչ ոչ չեմ տեսել, ամոթը, մոռացել են, թե իժբանա նամուց տասիմ, իհարկե Նիկոլ, և վերջ։ Քաղաքացիների շրջանում անցկացված հարցումները ցույց են տալիս, մարդիկ այսօր առաջին հերթին խաղաղություն են ուզում։ Նրանք համոզված են, որ Ղարաբաղյան հանցավոր կլանի վերադարձը կարող է երկիրը կանգնեցնել նոր պատերազմի վտանգի առաջ։ Միևնույն ժամանակ ընդգծում են, միայն Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների վարած քաղաքականությունն է ի վիճակի տարածաշրջանը տանել դեպի կայուն եւ երկարաժամկետ խաղաղություն։ Դուք դիտեցիք օրվա գլխավոր լուրերը CBC-ի հայկական ծառայության ալիքում։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, հավանեք եւ մեկնաբանեք, որպեսզի մեր լուրերը ավելի շատ մարդ կարողանա դիտել։